ձեր կենտրոնացումը մնա միայն Սուրբ Հոգու վրա, որովհետև Աստված այսօր հրաշալի գործ ունի ամեն մեկիս կյանքի մեջ։ Այն պատկամը, որ սրտից դրված է, փոխանցեմ ձեզ սիրելիներ, ես վերնագրել եմ այսպես. խոստումի հոգին իրական է։ Գիտեք, իրականում ամեն մեկս այն ժամանակներում, որ ապրել են առաքյալները, իրենց համար խոստում է եղել։ Մենք այսօր վայելում ենք այդ խոստումը, որ առաքյալներն ունեին։ Առաքյալներին Քրիստոսը խոստացավ, որ երբ որ ես գնամ, ձեզ համար մխիթարիչը կուղարկեմ։ Հովհաննեսի ավետարանի մեջ ասեց, ես կգնամ եւ Աստծո հոգին մխիթարիչը կուղարկեմ ձեզ համար։ Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ Պետրոսը խոսում է այդ հրաշալի խոստման հոգու համար, որ Աստված Հայրը երկնքից խոստացավ յուրաքանչյուրիս համար եւ ոչ թե դա խոստում եղավ, ոչ թե դա մի գրվածք էր, որ գրվավ եւ սպասում ենք, այլ այդ խոստումի հոգին այսօր իրական է քո կյանքի մեջ։ Այդ խոստումի հոգին այսօր հպվում է քեզ, այդ խոստումի հոգին գործում է քո միջոցով, գործում է քո մեջ եւ Աստծո փառքը Երևան է գալիս։ Այսօր այն ամեն հայտնությունները, որ դու ունենում ես եւ գործում ես, ծառայում ես, գիտես, դա Աստծո հոգու զորությունն է։ Այն խոստման հոգին էր, որ առաքյալները փապագում էին եւ հավաքված էին։ Այսօր, որ դու այստեղ ներկա ես եւ լսում ես, ես հավատում եմ, որ այդ խոստումի հոգին այսօր քո կյանքի մեջ իրական է եւ իրական գործը դու կշոշափես, կտեսնես եւ այդ խոսքը, հայտնության խոսքը Պետրոսը 2-րդ գլուխ 33-րդ համարի մեջ այսպես է ասում. Ուստի Աստծո ձեռքով բարձրանալով ու Սուրբ Հոգու խոստումը հորից առնելով տարածեց սա եւ դուք հիմա տեսնում եք եւ լսում եք։ Այն Պետրոսը, որ վախից ուրացել էր, այն Պետրոսը, որ փախել էր, վերնատան մեջ լցվել էր այդ կենտանի հոգով։ Վերնատան մեջ Սուրբ Հոգու զորությունը եկել էր Պետրոսի կյանքի մեջ եւ Պետրոսի ամբողջ աստվածաբանությունը շուռ էր եկել։ Այդ վախկոտ Պետրոսը դարել էր համարձակ Պետրոս եւ կանգնել էր։ Եվ այդ խոստումի հոգին, որի համար խոսում էր Պետրոսը, արդեն Պետրոսի կյանքի մեջ իրական էր, սիրելիներ։ Այսօր այդ նույն հոգին իրական է իմ եւ քո կյանքի մեջ։ Միգուցե մենք մտածում ենք շատ խոստումներ կան, որ դեռ պիտի լինեն, բայց Սուրբ Հոգու հպումը, Սուրբ Հոգու գործը այսօր իրական է իմ եւ քո կյանքի մեջ։ Ես վստահ եմ ամեն մեկը հիշել եք այն օրերը, որտեղ փապագել եք Սուրբ Հոգուն, որտեղ փապագել եք այդ ջրերին, այն օծությանը, այն զորությանը, որ այսօր գործում է քո կյանքի մեջ։ Եվ մենք ամեն մեկս լցվել ենք Սուրբ Հոգով եւ լցվելու ենք Սուրբ Հոգով, որովհետեւ դա Աստծո կամքն է, սիրելիներ։ Ոչ թե դա մենք ենք մտածել, ոչ թե դա իմ մտածածն է կամ քեզ եմ ասում, այլ դա Հոր սրտի փապագն է, սիրելիս, որ քեզ լցնի Սուրբ Հոգով, որ դու մենակ չմնաս, որ դու նոր թարմություն ունենաս, նոր օծություն ունենաս, նոր զորություն ունենաս առաջ գնալու եւ չընկնելու, չպարտվելու, որովհետեւ Սուրբ Հոգին քո կյանքի մեջ է։ Ես հավատում եմ, որ այն հոգին, որ քո մեջ է, ավելի զորավոր է, քան այն հոգին, որ աշխարհի մեջ է։ Աշխարհի մեջ սդության, խաբեության հոգին է, բայց քո մեջ ճշմարտության եւ երկնային Աստծո հոգին է, որով դու կնքվել ես փրկության օրվա համար։ Եվ այդ հոգին այսօր ուզում է երկնքից քեզ խոսք փոխանցի։ Այսօր ուզում է երկնքից նոր օծություն փոխանցի քեզ, նոր զորություն փոխանցի քեզ։ Գիտեք, մենք ամեն մեկս ունենք սպասումներ, մենք ամեն մեկս տեսել ենք Սուրբ Հոգու գործը, իր մեղումը, բայց այսօր Սուրբ Հոգին նոր բան ունի քեզ համար։ Սուրբ Հոգուն ճանաչելը դա աշխարհի ամենաերջանիկ բանն է։ Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելն ու մտերմություն ունենալը դա աշխարհի ամենաերջանիկ բանն է մարդու կյանքի մեջ, որովհետև դու հասկանում ես երկինքը, հավիտենականությունը, Հոր սիրտը, որ Սուրբ Հոգին երկնքից լսելով բերում է քո կյանքի մեջ։ Գիտեք, մենք ուզում ենք երկինք գնալ, մենք ուզում ենք հավիտենական ապրել, հավերժ ապրել, բայց դա Սուրբ Հոգով է բացվում մեր կյանքերի մեջ, եւ Սուրբ Հոգին է պատճառը, որ քեզ մոտեցնում է Աստծուն, բերում է հայտնությունը, բերում է խոսքը, լույսը, եւ ես հավատում եմ, որ այսօր քո կյանքի մեջ
Սուրբ Հոգու միջոցով նոր հայտնության, նոր Աստված ճանաչողության մագարտակ կգա եւ Սուրբ Հոգին կգա քո վրա։ Դու կհասկանաս ինչ բան է Աստծո խոսքն ու Աստծո կամքը։ Եվ Պետրոսը խոսում է խոստման հոգու մասին, խոստումի մասին, որ Հիսուս Քրիստոսը խոստացավ եւ իրենց կյանքի մեջ իրական եղավ։ Գործք առաքելոց 1:5 համարի մեջ Հիսուսը խոսում է խոստման մասին, խոսում է այդ խոստման հոգու մասին եւ ասում է, որովհետեւ Հովանեսը ջրով մգրտեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգով պիտի մգրտվեք։ Գիտեք, շատ օրերը ամեն մեկիս համար այն օրերն էին, որ անցան, մինչև որ մենք Սուրբ Հոգով մգրտվանք։ Եվ ես փառք եմ տալիս Աստծուն, որ Աստված կանչեց եւ ընտրեց ինձ, քեզ, բոլորին եւ ասեց արեք, վերցրեք այն հոգին, որի մեջ է, որ ես խոստացած ես։ Եվ այդ կրագե հոգին, զորության հոգին եկավ իմ եւ քո կյանքի մեջ։ Եվ Սուրբ Հոգին, երբ որ գործում է այսօր մեր կյանքերի մեջ, հրաշալի օրհնություններ եւ զորություններ է բխում Սուրբ Հոգուց։ Գիտեք, Սուրբ Հոգին ուղղակի զորություն չէ։ Սուրբ Հոգին երրորդության անձն է, Սուրբ Հոգին Աստված է եւ ներկայացնել Աստծուն, ունենալ Աստծուն քո մարմնեղեն տաճարի մեջ։ Մի թեթաս է երանելի չենք։ Մի տեսա երանություն չէ, որ քո ժամանակավոր եւ մարմնեղեն հոգեղեն տաճարի մեջ ունենաս հավիտենականը, ունենաս այն Աստծուն արարչին, այն հոգուն, որ արարեց ամեն բան։ Եվ մենք կարիք ունենք այդ հոգու խոստումներին եւ օծությանը։ Գաղատացիների 3:14 համարի մեջ Աստծո խոսքը այսպես է գրում։ 13 համարի մեջ խոսում է, որ Քրիստոսը մեզ ծախու առավ օրենքից, որբիսի մեզ փրկե, փայդի վրա գանվավ, անիծյալ համարվեց, որբեսի Աբրահամի օրհնությունը հետանոսների վրա կա Քրիստոսով, եւ մենք Սուրբ Հոգու միջոցով խոստումները ժառանգենք։ Գիտեք, Սուրբ Հոգու միջոցով այսօր այն խոստումը, որ կա Աստված ունի, ուզում է իմ եւ քո կյանքի մեջ բերել։ Աստված այսօր անթիվ խոստումներ ունի, որ ուզում է իմ եւ քո կյանքի մեջ իրականացնի։ Հիսուս Քրիստոսի միջոցով Աբրահամի օրհնությունը հետանոսներին բաժին դարձավ։ Ինչ է Աբրահամի օրհնությունը։ Ուզում եմ այս խոսքերը կարդալ, հրճագել քեզ համար։ Աբրահամի այն օրհնությունը, որով Աբրահամը վերցրեց եւ դուրս եկավ։ Ծննդոց 12-րդ գլուխ 2-րդ համարի մեջ Աստված խոսում է Աբրահամի հետ, Աբրահամին խոստում տալով։ Աստված այսօր խոսում է քեզ Գյումրիի մեջ, աշխարհի որ ծայրում որ լինում ես, կաս եւ խոսում է այս օրհնությունը քեզ Քրիստոսով, Սուրբ Հոգու միջոցով։ Քեզ մեծ ազգ պիտի անեմ եւ քեզ պիտի օրհնեմ եւ քու անունդ պիտի մեծացնեմ եւ դու օրհնյալ պիտի լինես։ Քեզ օրհնողները պիտի օրհնեմ եւ քեզ անիծողները պիտի անիծեմ։ Երկրի բոլոր ազգերը քեզնով պիտի օրհնված լինեն։ Սա Աբրահամի օրհնությունն էր, որ հայրը խոսեց Աբրահամին։ Եվ դրանից հետո մի հրաշալի խոսք է գրած Աբրահամի գործը։ Ինչ արեց Աբրահամը այս խոստման համար։ Այսօր այս նույն խոսքերը դու լսում ես։ Քեզ պիտի օրհնեմ, քեզ անիծողին պիտի անիծեմ, դու պիտի օրհնված լինես եւ ազգը պիտի օրհնվի քեզանով։ Գիտեք, Աբրահամը երբ որ լսեց այս խոսքերը, հասկանում էր թե ոչ, գիտակցում էր թե ոչ, պատկերացնում էր թե ոչ, Աբրահամը պատասխան ուներ։ 4-րդ համարի մեջ գրված է այդ խոսքը։ Աբրահամը գնաց ինչպես Տերը ասել էր նրան։ Գիտեք, անթիվ խոստումներ կա Սուրբ Գրքի մեջ, Սուրբ Հոգու միջոցով, պարգևներ, օծություն, զորություն, իշխանություն, մեռելների հարություն, բժշկություններ, ջրերի ճեղքվել, մանանա, տարբեր օրհնություններ։ Աստված այսօր ամենն ունի քեզ համար։ Կարող ես այդ խոստումները վերցնել եւ այդ խոստումների համաձայն, Աստծո խոսքի համաձայն ինչ անես։
շարժվես, գնաս եւ կատարես։ Գիտեք, Սուրբ Հոգին եկավ, որբիսի առաքյալները գնային։ Սուրբ Հոգին եկավ, որբիսի առաքյալները խոսեին։ Սուրբ Հոգին եկավ, որբիսի իր հաղթության դրոշը ծածանի քո կյանքի մեջ։ Ինչքան պարտություն ես ունեցել։ Մի նայր դրանց, այսօր նայի այն խոստմանը, որ Սուրբ Հոգին հայտնություն եւ օծություն ունի քեզ համար։ Եվ այսօր Սուրբ Հոգին եկել է, որբիսի լցնի քեզ։ Իր խոստումները լցնի քո կյանքի մեջ եւ այդ խոստումները ոչ թե ուղղակի խոսքեր են, այլ իրական են։ Թեև տարիներ կար, որ Աբրահամը տեսներ այն, ինչ լսել էր Աստծուց, բայց Աբրահամը հավատաց եւ գնաց։ Տուր, որ այսօր հավատաս այն խոստումներին, որ լսում ես երկնքից, լսում ես Սուրբ Հոգուց, քեզ համար, քո սրտի մեջ խոսում է այսօր քո օրհնությունը, քո փոփոխությունը, քո բարձրությունը, քո բժշկությունը։ Գիտեք, ես միգուցե բառերով չկարողանամ ներկայացնել այն, ինչ այսօր Սուրբ Հոգին է ասելու քեզ, բայց ես հավատում եմ, որ այն խոստումները, որ դու այսօր կստանաս, գնա դրանց հետևից։ Սուրբ Հոգին եկել է, որ այսօր այդ խոստումները ոչ թե թղթի վրա մնան, քո մտքի մեջ մնան, այլ իրական լինեն քեզ համար, որ դու օրհնյալ լինես, քո ընթացքի մեջ նոր հայտնություն ու արթնությունը գա քո կյանքի մեջ, խոսելու քո շրջադարձը լինի, որովհետև Սուրբ Հոգին այսօր այդ խոստումները իրական է դարձնում իմ եւ քո կյանքի մեջ։ Սուրբ Հոգին ոչ թե ուղղակի ասաց ես կգամ, սպասեք, այլ Սուրբ Հոգին այսօր իրական է։ Պենտեկոստեի օրը հանգարցակի Սուրբ Հոգին եկավ առաքյալների կյանքի մեջ եւ առաքյալները, այն բոլոր մարդիկ, ովքեր հավաքված էին վերնատան մեջ, լցվեցին Սուրբ Հոգով եւ ես հավատում եմ, որ այն տաճարները, որ այսօր ես եւ դու ենք, պիտի բացվենք Սուրբ Հոգու համար եւ լցվենք Սուրբ Հոգու կենտանի զորությամբ։ Գիտեք, Կորինթացիների 3-րդ գլուխ 16-րդ համար, 6-րդ գլուխ 19-րդ համարի մեջ Աստծո խոսքը խոսում է, որ մեզանից յուրաքանչյուրը Սուրբ Հոգու տաճար է։ Այսօր Սուրբ Հոգին այդ նույն խոստումները, այդ նույն օրհնությունները ուզում է բերել իմ եւ քո կյանքի մեջ։ Կարող ես ասել, որ դու Սուրբ Հոգու տաճար ես։ Ես Սուրբ Հոգու տաճար եմ։ Գիտեք, Գեդեոնը Սապորի մեջ կրակը դրել էր եւ թշնամիներին երբ ասաց Աստված ասեց կոդրիր քո մարմինը, կոդրիր այդ սապորը, որբիսի կրակը երևա։ Ես հավատում եմ, որ այսօր Սուրբ Հոգու կրակը քո ներսը պիտի երևա, ոչ թե պիտի թաքնվի, այլ այդ կրակը դու պիտի տեսնես, քո թշնամին պիտի տեսնի եւ պիտի պարտվի, որովհետեւ Սուրբ Հոգին այսօր եկել է լցնել քո տաճարը, եկել է լցնելու քո տաճարը, այն անոթը, որ դու ես այսօր պատրաստիր, որբիսի Սուրբ Հոգին նոր օծությամբ եւ նոր հեղումով գա իմ եւ քո կյանքի մեջ, որովհետեւ ինքը զորության ու Պենտեկոստեի հոգին է, կյանքեր փոխող, շրջադարձ անող հոգին է, որ միգուցե չենք էլ պատկերացնում, բայց ինքը ուզում է գալ մեր կյանքերի մեջ։ Գիտեք ինչու համար շատերս չեն կարող լցվել այդ հոգով։ Հովանու թուղթը ասում է, որ աշխարհասիրությունը շատ անգամներ լցնում է մեր կյանքը, որի հետևանքով էլ մենք չենք կարող Սուրբ Հոգով լցվել։ Աստված ասում է, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք, բայց աշխարհը փորձում է լցնել այդ տաճարը, լցնել աշխարհասիրությամբ, լցնել սդությամբ, լցնել խաբեությամբ եւ այն ունայն ցանկություններով, աչքի տեսածով, որ աշխարհը ուզում է լցնել իմ ու քո կյանքը, որբիսի մենք չժառանգենք այն ամենակարևոր օրհնությունները, որի համար Աստված խոսացել է իմ եւ քեզ համար իր խոսքի մեջ։ Հովանու թղթի մեջ Աստված խոսում է, որ աշխարհի սերը թշնամություն է, իսկ Աստծո սերը կյանք եւ լեցունություն։ Աստծո սերը, որ գալիս է մեր տաճարները լցնելու համար, որբիսի մենք կարողանանք հաղթող լինել։ Գիտեք, այդ սերը, որը սփռվում է Սուրբ Հոգու միջոցով մեր կյանքերի մեջ, մենք հաղթողներ ենք դառնում։ Աշխարհն ուզում է այդ սերը խեղդել եւ աշխարհի սերը լցնել, իսկ Հայրն ուզում է աշխարհասիրությունն ու ցանկությունը, խաբեությունը հանի մեր կյանքի մեջ, որբիսի իր սերը լցնե։ Ինչու համար այսօր մենք չենք կարող ներել։ Ինչու համար մենք այսօր չենք կարող սիրել։ Ինչու համար շատ տեղերի մեջ պարտություն եւ դժվարություն ունենք,
որովհետև հոր սերը մեր սրտերի մեջ շատ քիչ կա սիրելիներ։ Այն սերը, որը գալիս է դառնության օվկիանոս փոխելու, միթե չի կարող քո կյանքը փոխել։ Այն սերը, որ եկավ երկնքից միլիարդավոր մարդկանց համար, միթե այսօր չի կարող քո մեջ լցվել։ Այո, կարող է, եւ ես եւ դու պետք է թույլ տանք, որ երկնքի սերը Սուրբ Հոգու միջոցով այսօր գա մեր սրտերի մեջ։ Ինչու համար շատ անգամներ չունենք մեկ այդ օրհնությունը, որովհետեւ աշխարհը լցված է մեր ներսը, չենք կարող դադարել աշխարհը մեր ներսից, չենք կարող աշխարհասիրությունը, արձատասիրությունը դադարել մեր միջից, չենք կարող հրաժարվել, որովհետեւ Սուրբ Հոգու սերը մեր սրտերի մեջ վառ չէ։ Հռոմեացիների թղթի 5-րդ գլուխ 8 համարն ասում է. Հոր սերը, որ սերը, այն սերը, որ ուզեցավ, որ մենք որբ չմնանք, այն սերը, որ ուզեցավ ինձ ու քեզ փրկել, այն սերը, որ ներեց անառագին, այն սերը, որ փոխեց ամբողջ աշխարհը, գրավեց ամբողջ աշխարհը, Աստծո խոսքն ասում է, այդ սերը, որ մեղքերի բազմությունն էր ծածկում, այսօր Սուրբ Հոգու միջոցով ուզում է իմ եւ քո սրտի մեջ գա։ Գիտեք, եթե մենք թույլ չտանք, այդ սերը չի կարող լցվել մեր սրտի մեջ։ Եթե մենք աշխարհի ցանկությունն ու աշխարհասիրությունը մեր սրտից չհանենք, այդ սերը չի կարող մեր մեջ գալ։ Սուրբ Հոգին եկա, որ այդ սերը բերե մեր կյանքերի մեջ։ Այսօր մենք խռովություններ, կռիվներ, մտքերիս մեջ պատերազմներ ու տարբեր խնդիրներ ունենք, պատճառը որն է։ Նայեք, այդ սիրո պակասն է։ Նայեք այն սիրո պակասը, որը այսօր կա իմ եւ քո կյանքի մեջ։ Թույլ տվեք Սուրբ Հոգին այսօր, Պենտեկոստեի Հոգին այսօր լցնի քո կյանքի մեջը։ Լցնի, որ կարողանաս սիրել, որովհետեւ եթե սիրեցիր, կգնաս, եթե սիրեցիր, կդավանես, եթե սիրեցիր, կարտնանաս, եթե սիրեցիր, կաղոտես, եթե սիրեցիր, թույլ չես տա մարմինը խոսի, այլ թույլ կուտաս հոգին կենտանացնի, թույլ չես տա մարմինը սպանի, այլ թույլ կդաս Սուրբ Հոգին ներգործի եւ կյանքն ու պարգևները հոսեն, կյանքն ու զորությունը կա, իշխանությունը կա, որ երկնքից է։ Գիտեք, բաներ կան մենք չենք կարող, բաներ կան մեր ձեռքը չէ, բայց միթե մեր հոր ձեռքը, որը երկար է, զորությունով լի, չի կարող շարժվել, կարող է, քեզ ուզում եմ ասել, բաց սիրտդ այսօր Սուրբ Հոգու համար, բաց սիրտդ սիրո համար, որ սերը լցվի քո կյանքի մեջ աշխարհի խապեության ու սդության փոխարեն։ Այն, որ աշխարհը քեզ խապում է, թագարտներ է դնում, եւ դու իրար հետևից ընկնում ես մեկը մյուսի հետևից, թույլ տուր սերը կա այսօր կյանքիդ մեջ, որ այդ սերը տեսնիս, տեսնելով Սուրբ Հոգու գործը, հասկանաս, իմաստությունը կա, Աստծո խոսքը հասկանալու։ Գիտեք, միևնույն է, մինչև Սուրբ Հոգին չներգործի, մենք չենք կարող այս խոսքը հասկանալ։ Մինչև Սուրբ Հոգին չբացի, դու չես կարող հայտնություն ունենալ։ Մինչև Սուրբ Հոգին երկնքից չպատմի, դու չես կարող հաղթել։ Թույլ տվեք այսօր Սուրբ Հոգու գործը յուրաքանչյուրիդ կյանքի մեջ իրական լինի։ Ոչ թե խոստում, այլ իրական, որովհետև խոստումի հոգին այսօր իրական է քո կյանքի մեջ, խոստումի հոգին գործում է քո մեջ, գործում է իմ մեջ, այս վայրի մեջ, խոստումի հոգին իրական է։ Մի նայիր հերվից, մոտեցի նրան, թույլ տուր սերը լցվի քո կյանքի մեջ, թույլ տուր հաղթությունը կա, թույլ տուր նա քո դժվարության մեջ դրոշը ծածանի եւ դու հաղթական ընթացք ունենաս։ Ես հավատում եմ, որ երբ որ սերը եկավ, դու կսկսես հաջեցնել հորը, ոչ թե հաջեցնել աշխարհին, ոչ թե ապրել աշխարհի վարկով, ոչ թե ապրել ու գործել աշխարհի համար, այլ այն սերը, որը եկավ, փոխում է քո մտածելակերպը եւ դու սկսում ես աշխարհին հաջեցնելու փոխարեն հորը հաջեցնել, որովհետև հոգին գալիս է քո ներսը, հոգին գալիս է, որպեսզի փոխի իմ եւ քո մարմնավոր դրսևորումները, իմ եւ քո մարմնավոր շարժառիթները, որ շատ անգամներ չգիտենք ինչու եւ ինչպես մեր սրտերի մեջ ծելում է, չգիտենք ինչպես ու ինչպես մեր սրտերի մեջ նախանձ է գալիս, մեր սրտերի մեջ սառնություն է գալիս, գաղջություն է գալիս եւ ասում ենք թե էլի նույնը, էլի սա, թույլ տուր այսօր Սուրբ Հոգու կրակը քո անտարբերության, քո թուլության, քո գաղջության վրա կա, որպեսզի դու տաք լինես, ջերմեռանդ լինես, հոգով լցված լինես, որը հոր կամքն է, որը հայրը փապագում է, որպեսզի լցնի ինձ եւ քեզ։
Գիտեք, մենք շատ անգամներ, երբ որ հոգով լցվում ենք, մենք սկսում ենք կատարել հոր կամքը։ Սկսում ենք հաջեցնել այն հոգուն, որ իմ եւ քո մեջ է։ Ինչ ես մտածում, Սուրբ Հոգին տվեց Աստված, որ ուղղակի քո մեջ լինի։ Ոչ, սիրելիս, տվեց, որ այդ հոգու հետ հաղորդակցվես, տվեց, որ այդ հոգին առաջնորդի քեզ, տվեց, որ հարցնես, Սուրբ Հոգի, ինչ անեմ։ Սուրբ Հոգի, ինչպես անեմ, ուր շարժվեմ։ Գիտեք, առանց Սուրբ Հոգու մենք ոչինչ ենք։ Առանց Սուրբ Հոգու հայտնության մենք ոչ մի բան ենք, բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքերի մեջ, սիրելիներ, ամեն հրաշքներն ու նշանները լինում են մեր կյանքերի մեջ։ Գիտեք, Սուրբ Հոգին երբ գալիս է, մենք սկսում ենք հաջեցնել հորը։ Ոչ թե մեզ, այլ հորը։ Երբ որ թույլ տաս կտեսնես գործկառակելոցի մեջ, որ աշակերտների կյանքի մեջ երբ եկավ Սուրբ Հոգին, նրանք սկսեցին հաջեցնել հորը։ Գործկառակելոց 13-րդ գլուխ 4-րդ համարի մեջ Աստծո խոսքն այսպես է գրում. Եվ նրանք, որ ընտրվեցին Պողոսն ու Բարնաբասը, որ ընտրվեցին ծառայության համար, 4-րդ համարի մեջ այսպես է գրված. նրանք էլ Սուրբ Հոգուց ղերգված Սելևքիայի ջան եւ այնտեղից Կիպրոս անցան։ Գիտես, Սուրբ Հոգին երբ գալիս է քո կյանքի մեջ, թեև դու ընտրված ես, թեև դու պատվական անոթ ես, դու սկսում ես լսել նրան եւ սկսում ես շարժվել այնպես, ինչպես Սուրբ Հոգին քեզ մղում է։ Գիտեք, նախքան այն, որ մենք Սուրբ Հոգով լցված ու մգրտված ենք, մենք շարժվում ենք այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Մենք անում ենք այն, ինչ որ մենք ենք ուզում, բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ, ինքը քեզ նպատակ է տալիս։ Տալիս է նպատակը, տալիս է ուղղությունը, ձևը, եւ դու սկսում ես աշխատել, դու սկսում ես ապրել, դու սկսում ես արարել այնպես, ինչպես հայրն է ուզում։ Եվ ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին, երբ որ եկավ քո կյանքի մեջ, եթե առաջ միշտ նույն ձևի էիր մտածում, նույն գործողությունն էիր անում, նույն աղոթքն էիր անում, երբ որ Սուրբ Հոգին եկավ քո կյանքի մեջ, դու նույն աղոթքը չես կարող անել, դու նույն բառերը չես կարող օգտագործել, որովհետև Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ փոխելու քո կյանքը, գալիս է քո աստվածաբանության մեջ փոփոխություն անելու, քո հավատքը ծաղկեցնելու, զորություն բերելու, կյանք բերելու, շունչ բերելու, բաներ, որոնք դու չես տեսել, բաներ, որոնք դու չես տեսել, բայց Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ այդ օծությունն ու զորությունը բերելու համար։ Եվ ես հավատում եմ, որ այն որոշումները, որոնք դու կատարել ես առանց Աստված եւ առանց Սուրբ Հոգու, այսօր կկատարես Սուրբ Հոգուց մղված եւ Սուրբ Հոգու միջոցով։ 15-րդ գլուխ 28-րդ համարի մեջ մենք տեսնում ենք առաքյալների փոխված կյանքը եւ նրանք, որ Սուրբ Հոգու հետ հաշվի էին նստում։ Ուզում եմ, որ այսօրվանից Սուրբ Հոգուն ավելի տեղ տաս կյանքիդ մեջ եւ հաշվի նստես նրա հետ։ 28-րդ համարի մեջ այսպես է ասում, որովհետեւ լավ երևաց Սուրբ Հոգուն եւ մեզ այլ, որ ավելի բերջ տնենք ձեր վրա այն բաների ձատ, ու շարունակում է խոսքը։ Առաքյալը խոսում է այն մասին, որ ասում է Սուրբ Հոգուն հաճելի երևաց այն գործը, այն զոհաբերությունը, որը անում ենք։ Ուզում եմ քեզ հարցնել այն, ինչ որ անում ես։ Երբևէ մտածել ես, որ հաճելի է Սուրբ Հոգուն, թե ոչ։ Այսինքն սա չի խոսում այն հոգու համար, որ երկնքում էր եւ ինչ որ ժամանակ հաղորդակցություն կար։ Առաքյալը խոսում է այն կենթանի հոգու համար, որ իրական էր նրանց կյանքի մեջ եւ խոսում է, որ այն որոշումը, որը կայացրել էին, իրական թված, օրհնյալ թված եւ Սուրբ Հոգու համար եւ եկեղեցու համար։ Ուզում եմ այն ամեն որոշումը, որ կյանքիդ մեջ կկայացնես, ոչ թե ասես այս սրա համար եմ ուզում, դրա համար եմ անում, ես այսպես եմ ուզում, դրա համար եմ անում։ Ուզում եմ, որ Սուրբ Հոգուն թույլ տաս այսօր քո որոշումների մեջ բաժին ունենա, տեղ ունենա եւ աճենք դրա մեջ։ Որ այն ինչ որ անում ենք, ոչ թե անենք մեր եսից, մարմնից, այլ մի պահ քնենք կյանքի հոգի։ Դու ուզում ես, որ ես դա անեմ։ Սուրբ Հոգի քո աչքին հաճելի է եւ ես հավատում եմ, երբ որ դու սկսես այս կենտանի փոխհարաբերության մեջ, շատերս օրհնյալ եւ օրհնված կլինենք, որովհետեւ սկսենք կենտանի հոգուն, Աստծո հոգուն հաշվի դնել մեր կյանքերի մեջ։ Չգիտեմ ովքեր եւ ինչքան մարդիկ կան, որ այս բանը իրենց համար խորտ է, բայց ուզում եմ, որ այսօր թույլ տաս
Աստծո հոգուն քո կյանքի մեջ, որ հաճելի թվա, այն որոշումը, որ պիտի անես Սուրբ Հոգու համար հաճելի թվա, եւ այն մարդկանց, ովքեր սուրբերն էին, եկեղեցին էր, քրիստոնյաներն էր, իրենք էլ օրհնեն այն ամենը, ինչ դու անում ես։ Գիտեք, շատ խորը հայտնություն կա սրա մեջ։ Գիտեք, այսօր շատերս ինչու համար չենք հաղորդակցվում եւ չենք կիսվում միմյանց հետ, որովհետեւ մեր մտածում ենք, որ մեզ համար է միայն լավ եւ ճիշտ, բայց այն ինչ, որ Տիրոջ գործն է, բոլորի համար օրհնյալ է, ընդունելի է եւ պատղաբեր սիրելիներ։ Սա է հոր կամքը, որը Սուրբ Հոգու միջոցով ներգործվում է իմ եւ քո կյանքի մեջ, իմ եւ քո կյանքի մեջ, որովհետեւ Աստված ուզում է, որ մեր որոշումները հաճելի լինեն նրան։ Աղոթենք սրա համար, որ մեր որոշումները հաճելի լինեն նրա համար։ Եվ ես վստահ եմ, որ այն որոշումը, որը նույնիսկ խորտ է քեզ համար եւ դու չես կատարել, այսօր Սուրբ Հոգուց մղված կկատարես, կկանգնես իր առաջ եւ կօրհնվես։ Գիտեք, Երկրորդ Կորինթացիներ 13-րդ գլուխ 13-րդ համարի մեջ Աստված խոսում է Սուրբ Հոգու իրական հաղորդակցության մասին։ Սուրբ Հոգու կենտանի ու իրական հաղորդակցության մասին, որ իրականում ամեն մեկիս կյանքի մեջ անհատական է եւ ոչ մեկինս ոչ մեկին նման չի, բայց Աստված ուզում է հաղորդակցությունը իրական դարձնի իմ եւ քեզ համար։ Գիտեք, ամեն մեկս մեր տեսակի մեջ առանձնահատուկ ենք։ Ամեն մեկս մի տեսակի հարաբերություն ունենք Աստծո հետ, բայց այդ հարաբերության մեջ իրական կյանք կա սիրելիներ։ Շատ հրաշալի համար 13:13-ից Երկրորդ Կորինթացիներ եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ամեն մեկիդ մեջ թող լինի։ Թող իրականում այդ շնորհքը ծածկի ամեն մեկից, որ առատանանք, հոր սերը, որ մեր կյանքը լցվի եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը, որ մղում է մեզ, որ խոսում է մեր կյանքերի մեջ։ Գիտեք, իմ կյանքի մեջ ինչքան հրաշքներ է եղել։ Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե որն եմ հիմա ասելու, բայց ես հավատում եմ, որ այդ ամենը Սուրբ Հոգու միջոցով յուրաքանչյուրիս կյանքի մեջ իրական է։ Սուրբ Հոգին խոսում է քեզ, որ վերցրա հեռախոսդ, զանգիր։ Գիտեք, մենք չենք լսում, մենք Սուրբ Հոգու ձայնը չենք լսում, չենք առաջնորդվում, որովհետև այդ հաղորդակցությունը այնքան էլ ջերմ ու մտերիմ չէ։ Եվ անմիջապես միտքն էլ ասում էր, թե քո մարմինն էր, մի մեղում էր ու ունեցար ոչինչ, ու տեսնում ես, որ անցավ գնաց, բայց երբ որ վերցնում ես եւ լսում ես, զանգում ես, տեսնում ես, որ Սուրբ Հոգին իրական է, գործում է քո աղբոր կյանքի մեջ, քո կյանքի մեջ, ասում ես, Տեր Հիսուս, դու ինչքան մեծ ես, ինչքան սահմանափակ ենք մենք, մեր միտքը, եւ ինչքան անսահման Սուրբ Հոգին, որ իրական հաղորդակցություն առիթ է փնտրում իմ եւ քո կյանքի մեջ, իմ եւ քո կյանքի միջոցով օրհնելու մարդկանց, տարածվելու, զորությունը գործելու, հրաշքները գործելու։ Ես եւ դու նոր հաղորդակցության կարիք ունենք Սուրբ Հոգու սիրելիներ։ Ես եւ դու Սուրբ Հոգու հետ մտերմության, նոր օծության կարիք ունենք։ Գիտեք, սա խոսքով չէ, սա քարոզելով չէ, սա անհատական մի բան է, որ դու որոշում պիտի կայացնես, աղոթել լեզուներով, հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ եւ այն կանչը, որ այն մղումը, որ Սուրբ Հոգին բերում է քո կյանքի մեջ, դա աճում է եւ մենք մտածում ենք, ասում ենք, այս մարդը երկնքից է խոսում։ Գիտեք ինչի է երկնքից խոսում, որովհետեւ Սուրբ Հոգու հետ մտերիմ է։ Իսկ մեզ համար այդ մտերմությունը խորտ է, օդար է, ասում ենք, այս մեկը աստվածային է, այս մեկը մարդուց է։ Գիտեք, իրականում մենք տարբերում ենք։ Շատ աղոթքներ կա, որ մենք ուղղակի աղոթում ենք, բայց շատ աղոթքներ կան, որ երկնքից են։ Ու գիտեք, փառք Աստծո, որ Աստված գործում է Սուրբ Հոգու միջոցով, որովհետև շատ աղոթքներ կա, որ մենք խոսում ենք, չենք էլ մտածում ինչ ենք ասում, չենք էլ հիշում, բայց այն մեկի համար, ում աղոթում ես, իր համար օրհնություն է, վկայություն է, բարձրություն է, լեցունություն է, եւ այն հաղորդակցությունն ու շփումը, որին մղում եմ քեզ, Սուրբ Հոգու միջոցով ունենաս, կենթանի կյանքը, օծությունը կգա կյանքիդ մեջ, քո անձնական հարաբերությունների մեջ, եւ հետագայում կասես, Տեր, շնորհակալ եմ այն ընկերոջ համար, որ կյանքիս մեջ է ամեն օրերում,
Այն իմաստության համար, որ ամեն անգամ երկնքից կյանքից մեջ բերում ես, Աստված ամեն հաղորդակցության նոր ուծությունը ամեն մեկիդ կյանքի մեջ ունի, սիրելիներ։ Այս կիրակի մրկաշենում էի ծառայում անցած քույրերից մեկը մոտեցավ, ասեց. Կարեն եղբայր, ինչ որ աղոթել ես ծառայության աղոթքի համար, անցած տարի ծառայողականի համար կյանքիս մեջ իրական է եղել։ Ասեց հիշում ես։ Ասում եմ չեմ հիշում ինչ եմ աղոթել, հիշում եմ որ աղոթել եմ, բայց չեմ հիշում։ Գիտեք, ուրախ եմ այն հոգու աղոթքի համար, որ ամեն մեկիս կյանքի մեջ կա ու Սուրբ Հոգին մղում է։ Գիտեք, մենք շատ անգամներ մարդկայնորեն ենք դրան նայում, բայց այն ինչ որ Աստված է անում, դա քո ոչ մտքի գործն է, ոչ քո ձեռքի գործն է, ոչ էլ քո սպասումն է։ Աստծո փապագն է լցնել քեզ, սիրելիս։ Հովել մարգարեություն 2-րդ գլուխ 28-րդ համար եւ Եսայա մարգարեություն 55-րդ գլուխ առաջի երկու խոսքերը։ Չեմ ուզում խոսքերը կարդամ, որ ժամանակը չանցնի։ Ես հավատում եմ, որ հոր սերը եւ հոր սպասումը իմ եւ քեզ համար ամենակարևոր եւ ամենամեծ օրհնությունն է, որ Աստված ուզում է, որ ոչ թե աշխարհը լցնի մեզ, այլ ինքը լցնի իր կենտանի հոգով։ Ուզում եմ, որ քեզ մղեմ այն կենտանի Աստծո առաջ կանգնես, որ փապագում է լցնել իր հոգով։ Աստվածաշնչյան համարները վստահ եմ գիտենք, բոլորից ծանոթ են։ Կարտացեք, թույլ տվեք Սուրբ Հոգին լցնի ձեր կյանքը։ Սուրբ Հոգին լցնի ձեր կյանքը, որովհետև Սուրբ Հոգին եկել է, որպեսզի կենթանություն եւ նոր թարմություն բերի մեր կյանքերի մեջ։ Եթե քո տիգը լցված է աշխարհով, լցված է հին գինիով, քեզ մղում եմ, որ այսօր դրանք բոլորը դադարեցես, որովհետև Աստված փապագում է իր հոգով լցնի քեզ։ Վերջի տան փառքը ավելին է։ Նոր լեզուները, նոր խոսքն ու հրճագումը թույլ տվեք Սուրբ Հոգին բերե ձեր կյանքերի մեջ։ Վերջի համարը Հուդայի 20-րդ համարը կարդամ եւ կանգնենք ոտքի աղոթքի, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը շինեք ամենասուրբ հավատքի վրա եւ Սուրբ Հոգով աղոթեցեք։ Հրավիրում եմ, որ քեզ այսօր ամենասուրբ հավատքի վրա ու հավատքով կանգնես Աստծո առաջ եւ լեզուներ աղոթես, եւ այդ լեզուները քո կյանքի մեջ օծություն, օրհնություն, հրաշք, նշան, բժշկություն, կանի բաներ, որ նույնիսկ ես չեմ խոսացել, որովհետեւ Տերը ամենակարողն է։ Եկեք կանգնենք մենք մեր հրաշալի Աստծո առաջ։